2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվում է նոր հեծանվային մրցաշար, որը կոչվելու է Tour of Armenia, եւ առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, այսինքն առաջին մրցաշարը տեղի կունենա, եւ արդենից մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում եւ մրցաշարը հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաեւ տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից եւ անհրաժեշտ շտկումներ կարվեն։ Եվ մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա եւ իհարկե նաեւ այս դիտանկյունից նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի եւ туриզմը զարգացնելու խթան կլինի, որովհետեւ ինքը հեծանվային սպորտը լայնորեն զարգանում է աշխարհում եւ մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները առանձնահատուկ ուշադրության են արժանանում եւ հեծանիվը այդ ձևերից է, որը կարող է մեզ օգնել այդ թվում խցանումները հաղթահարելու իմաստով եւ ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձրել այս իրադարձությունը եւ հնարավոր են դարձնում այս իրադարձությունը եւ պարոն դեսպան ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել ցուցաբերած աջակցության համար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եմ ուզում շնորհակալություն հայտնել ցուցաբերած աջակցության համար եւ մեր միջազգային գործընկերոջը RCS ընկերությանը եւ հեծանվային սպորտի ֆեդերացիային, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, туриզմի կոմիտե, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ կարծում եմ սա հրաշալի գաղափար է, որը իհարկե ես միանշանակ համաձայն եմ, որ իր հետագա զարգացումը կախված է իր իրականացման որակից եւ թե ինչպես մենք կարողանանք դա կազմակերպել։ Գոնե այս փուլը միջև մենք բավականին լավ աշխատել ենք եւ համագործակցել ենք եւ ես կարծում եմ, որ բոլորս շահագրգռված ենք, որ լինի ամենապատշաճ մակարդակի, բայց ես համաձայն եմ նաեւ, որ մենք այս առաջին անգամվա համար պետք է չափազանցված ամբիցիաներ չդրսևորենք, այլ նախ եկեք արձանագրենք մի ոլորտ է, որ բացարձակապես գոնե տեսանելի հորիզոնի իմաստով անծանոթ է մեզ, մենք նոր պետք է առնչվենք այս թեմաների հետ եւ բայց նաեւ լավ լուր իմացանք, որ արդեն կա որոշում, որ 2029 թվականին հեծանվային սպորտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա արդեն հեծանվահրապարակային, այսինքն ոչ թե խճուղային, իսկ Tour of Armenian լինելու է խճուղային հեծանվավազքի, հեծանվային սպորտը շատ հարուստ է, բազմաթիվ ձևեր ունի, այդ թվում հեծանվահրապարակում կան տասնյակ ձևեր հեծանվային սպորտի եւ ըստ էության մենք մի շրջափուլ ենք թևակողում, որը սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի զարգացման, հեծանվային սպորտի զարգացման, туриզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ, եթե մենք բոլորս հավատանք գաղափարին, իսկ կարծես թե բոլոր այն գործընկերները, ովքեր ներգրավված են, հավատում են գաղափարին եւ պատրաստ են լավագույն ջանքներ դնել, որպեսզի դա տեղի ունենա։ Եվ ուրեմն անհամբերությամբ սպասում ենք սեպտեմբերի 10-ին եւ Tour of Armenia մրցաշարի առաջնախաղին, ինչպես ընդունված է ասել պրեմիերային եւ ուզում եմ շնորհակալություն հայտնելով բոլորիս հաջողություն մաղթել։ Իհարկե կա դեռ հսկայական աշխատանք, որ մենք պետք է անենք, բայց այդ աշխատանքը արդեն այն մասին է, թե ինչպիսի որակով մենք կանցկացնենք մրցաշարը։